Երբ ճոճանակը հասնում է ամենացածր կետին, բնականորեն սկսում է բարձրանալ։ Որպես կանոն, սրընթաց։ Անկում, որ շարունակվում է 5 տարի, հայտնի հոգեթերապևտ Էլիզաբեթ Քյուբլեր-Ռոսը սահմանել է մարդու ողբերգությունը հաղթահարելու 5 փուլերը՝ մերժում, ցասում, ցավի ճանաչում, դեպրեսիա եւ ելքի փնտրտուք։ Եվ հենց դեպրեսիայի ու փնտրտուքի արանքում է, որ պետք է սեղանին դրվի ելքի դեղատոմսը։ Այսպես է նաեւ պետությունների կյանքում՝ Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա։ Նրանք ցույց են տվել ինչպեսների եւ ինչուների ճանապարհը։ 1945 թվականի համաշխարհային պատերազմից հետո ճոճանակի ամենացածր կետում էր Գերմանիան։ Երկիրը պարտվել էր պատերազմում, քաղաքները գետնին էին հավասարվել, տնտեսությունը ավելի վարիչ էր։ Բայց պետությունը մշակեց պարտությունից բժշկվելու իր դեղատոմսը, ստեղծեց մասնագիտացված կրթարաններ, փոխեց արժույթը, շուկան դարձրեց բաց, իսկ վերահսկողությունն իր գործարարների համար թուլացրեց։ Այսօր Գերմանիան աշխարհի 4-րդ ամենամեծ պետությունն է, Եվրոպայի տնտեսական շարժիչն ու արդյունաբերական գերհսկան։ Ավերակների վրա տեխնոլոգիական եւ տնտեսական գերտերություն վերստեղծեց նաեւ Ճապոնիան։ Made in Japan-ը դարձավ որակի ու նորարարության խորհրդանիշ։ Հաջողության ֆանտաստիկ պատմությամբ է հայտնի Իսրայելը, որ անարդար բախտավորությամբ դարձել է աշխարհում կանոններ գեներացնող ու թելադրող կենտրոններից մեկը։ Ինչու անարդար, հարցրեցի Գիտուժ նախաձեռնության անդամ Արամ Փախչյանյանին, որովհետև նրանց վիճակվեց հայտնվել ճիշտ տեղում, ճիշտ պահին, մյուսներին ոչ։ Բայց հաջողության բանալին միայն դա չէ։ Իսրայելը շեշտը դրեց բանակի վրա, երկիրը բերեց արտաքին ներդրողների, բացի այդ դարձավ ստարտափ ծրագրերի հայրենիք։ Կարևորեց գյուղատնտեսությունը, ջրային տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունն ու բարձր տեխնոլոգիաները։ Իսրայելի ուղերձներից է, երկրի աշխարհագրական մետրերը կամ մղոնները չեն, որ որոշում են նվաճումների մասշտաբը։